Հրապարակը գրում է. Հայաստանում այնպիսի տոտալ վախի մթնոլորտ է հաստատված, որ քաղաքացիները վախենում են անգամ կանգնել, շփվել, զրուցել լայվ ռեժիմով մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավ անող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Թերթին պատմել են, որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին տասնյակ քաղաքացիներ թաքուն ժեստերով խնդրում հասկացնում են, որ լայվն անջատեն, որպեսզի կարողանան անկաշկանդ շփվել։ Երբ անջատում են, խոստովանում են, որ վախենում են տեսախցիկների առջև երևալ ու հայտնվել իշխանության պատժիչ մեքենայի գործողությունների թիրախում։ Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ է իշխանություններն իրավապահների միջոցով որս են սկսել ընդդիմադիր ուժերի համակիրների շրջանում։ Շտաբների մոտ շուրջօրյա հերթապահություն են անում, տեսախցիկներ են տեղադրել մոտակայքում, բացահայտում են ելումուտ անողների ինքնությունը եւ փորձում ճնշելով, վախեցնելով հետ կանգնեցնել ընդդիմությանն աջակցելու կամ ընտրելու մտքից։ Հրապարակը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օրորի կոշտանում, այլև գործնական քայլեր են դրանց հետևում։ Թերթին պատմել են, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի արդեն քանի օր է արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։ Խոսակցական լեզվով ասած, խոպանչիներն արդեն մի քանի օր է խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկել։ Ժողովրդի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ԿՊԱ-ականներին անձամբ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ իրականացնել քարոզարշավ։ Անկախ կարգավիճակից, նախարար են, падգամավոր թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։ Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով եւ տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաեւ ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության եւ հատկապես ԿՊ-ի մասին։ Ըստ այդմ ԿՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր եւ սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով։ Հրապարակը գրում է. Իշխանությունը մտադիր է ընտրակաշարք տալու եւ վերցնելու համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել։ Չնայած հիմա էլ թեթև չէ։ Գործող նորմերով ընտրակաշարք տալու համար մինչև 8 տարի ազատազրկում է նախատեսվում։ Ըստ նոր առաջարկության այն կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Իսկ ընտրակաշարք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, նախատեսվում է մինչև 9 տարի ազատազրկում։ Ըստ ամենայնի այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով ու թերևս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին, որոնց նկատմամբ շուրջ 2 ամիս է կաշառքի շինծու գործեր են կարվում։ Այդ գործերում այնպիսի անհեթեթ արտահայտություններ են հանդիպում, ինչպիսիք են աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել, չպարզված անձին չպարզված բնույթի գույքային խոստում են տվել։ Ժողովուրդը գրում է. 2025 թվականի հայտարարագրի համաձայն Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նայիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականին։ Հայտարարագրել է նաև Երևանի Քանաքերզեյթուն վարչական շրջանում գտնվող 2 բնակարան։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2022-ին, իսկ մյուսը ստացել է նվիրատվությամբ 2023 թվականին։ Հայտարարագրի համաձայն 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է Յունիբանկ ԲԲԷ-ի պարտատոմ սեր 11 միլիոն 998 հազար 5 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամի հանձնված եւ վերադարձված փոխառություն ադրես ՍՊԸ-ին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։ 2025 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202 հազար 134 դրամ։ Հրապարակի տեղեկություններով օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին՝ տատին ու պապին, որպիսի վենդետան կախեն։ Մերձավանի թերթի աղբյուրները հայտնել են, որ գյուղում Մոհանյաններ, Ախտոյաններ եւ Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Թերթի զրուցակցի խոսքով ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ Կրկնել մեղադրյալների հարազատներին նրանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքին հեռացրել էր գյուղից։ Մհեր Ախտոյանն էլ սպանությունից 10 օր առաջ էր հեռացել Հայաստանից։